Խոսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է, խոսափողը մոտը Գյուլիար Մամեդովան։ 2021-2024 թվականներին Ադրբեջանի պետբյուջեից 17.6 միլիարդ մանաթ է հատկացվել ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման աշխատանքների համար, այդ թվում 5.35 միլիարդ մանաթը 2024 թվականին։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը 2024 թվականի գործունեության վերաբերյալ կառավարության զեկույցի քննարկման ժամանակ։ Այդ նպատակների համար 2025 թվականին պետբյուջեից նախատեսում է հատկացնել 4 միլիարդ մանաթ, հավելել է վարչապետը։ Պաշտպանության նախարար գեներալ գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Ադրբեջանում գտնվող թուրքական Բայկար ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրակտարին։ Հանդիպանը հատուկ ընդգծվել է տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ համատեղ արտադրության ավելացման կարևորությունը։ Մտքերի լայն փոխանակություն է կատարվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկայվիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։ Բաքվի զինվորական դատարանում անցկացված հերթական դատական նիստում ամբաստանյալ Արկադի Ղուկասյանը խոստովանել է, որ ինքնարժեք ռեժիմի բյուջեն ձևավորվել է Հայաստանի հաշվին։ Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանի կողմից անջատողական ռեժիմի բյուջեին հատկացվող միջոցները գրանցված են եղել որպես վարկեր, սակայն այդ վարկերը անտոկոս ու անժամկետ են եղել։ Բացի այդ, Հայաստանում լուծվել է Ղարաբաղի կողմից արտահանվող եւ ներմուծվող ապրանքների եւ մաքսային հարցեր, ասել է Ղուկասյանը։ Ամբաստանյալը նշել է, որ Հայաստանի միջոցով Արդ երկրում Ղարաբաղյան ապրանքների վաճառքից ստացված եկամուտը ավելի քիչ է եղել, քան այն միջոցները, որոնք Հայաստանը վարկի անվան տանք հատկացրել է ինքնարժեք ռեժիմին։ Արկադի Ղուկասյանը նշել է, Ղարաբաղի տարածքում հայկական դրամն է շրջանառության մեջ եղել։ Համաշխարհային բանկը մտադիր է առաջիկա 5 տարիների ընթացքում վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով Ադրբեջանին տրամադրել 1 միլիարդից մինչև 1.5 միլիարդ դոլար։ Ֆինանսավորման ծավալը կախված կլինի վարկավորման համաչափությունից։ Ադրբեջանի կառավարության հայցով 2025-26 ֆինանսական տարիներին վզեվի նախնական պլանը ներառում է 4-5 նոր նախագիծ։ Միջին տարեկան ֆինանսավորումը կկազմի 250-400 միլիոն դոլար։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։